Ուժերի վերադասավորում Մերձավոր Արևելքում, մեծ գործարք և խաղդաշնակիցների քարտերով նախաբան։ Երբ ցարը նստում է դիվանագիտության ղեկին, պատմությունը մեզ սովորեցրել է, որ Ռուսաստանը երբեք մշտական դաշնակից չէ։ Ռուսաստանը հնարավորությունների խաղացող է։ 2025 թվականի գաղտնի հանդիպումների մանրամասների արտահոսքով և 2026 թվականի մեկնարկով այժմ այս վարկածը ավելի քան երբևէ ուժեղացել է։ Արդյոք Պուտինը պատրաստ է Ղրիմի և Դոնբասի նկատմամբ տիրապետության հաստատման դիմաց աճուրդի հանել իր ազդեցությունը Դամասկոսում և Թեհրանում։ Իսրայել՝ մեծ հաղթող, թե Ռուսաստանի նոր հարևան։ Եթե Ռուսաստանը թողնի իր տարածաշրջանային դաշնակիցների թիկունքը, թղթի վրա առաջին հաղթողը Իսրայելն է։ Սիրիայի և Լիբանանի երկնքից ռուսական պաշտպանիչ հովանոցի հեռացումը Թել Ավիվին հնարավորություն կտա իրականացնել իր ութոտնուկի դոկտրինը առանց ռուսական կործանիչների հետ բախվելու վախի։ Սակայն կա մի նրբություն. Թրամփը Պուտինի հետ իր գործարքում հավանաբար Ռուսաստանին կվստահի Սիրիայի նոր ժանդարմի դերը, ավելի լայն բախումները կանխելու համար։ Սա նշանակում է, որ Իսրայելը թույլ թշնամու փոխարեն կարող է բախվել մի ազատ ձեռքերով Ռուսաստանի, որն արդեն համաձայնեցված է Վաշինգտոնի հետ։ Նորաստեղծ տերություններ բևեռացման երազանքից մինչև մենակության իրականություն։ Այն երկրները, որոնք վերջին տարիներին իրենց բոլոր հույսերը դրել էին դեպի Արևելք քաղաքականության վրա, այժմ բախվում են դառը ճշմարտությանը։ Պուտինը ձգտում է ռուսական կայսրության, այլ ոչ թե համաշխարհային արդարության։ Եթե Կրեմլը Ուկրաինայի դիմաց նահանջի զգայուն հարցերից, ինչպիսիք են առաջադեմ սպառազինությունը կամ դիվանագիտական աջակցությունը, տարածաշրջանային նոր տերությունները, ինչպիսիք են Իրանը կամ Դիմադրության առանցքը, ստիպված կլինեն շարժվել դեպի ագրեսիվ ինքնաբավության կամ կտրուկ շրջադարձ դեպի Չինաստան։ Բայց արդյոք Պեկինը պատրաստ է վճարել Ռուսաստանի ռազմական ծախսերը։ Փաստերը հուշում են, որ Պեկինը նախընտրում է միայն բիզնես անել, այլ ոչ թե պատերազմել։ Նոր Մերձավոր Արևելքի ծնունդը Ուկրաինայի մոխիրներից։ Թրամփ-Պուտին գործարքը նշանակում է միջնորդության դարաշրջանի ավարտ։ Այս նոր կարգում երկրները բաժանվում են երկու խմբի՝ գործարքառու երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք օգտվում են Ռուսաստանի նահանջից առաջացած վակուումից սեփական ուժերն ամրապնդելու համար, թիրախային երկրներ, որոնք առանց Մոսկվայի աջակցության պետք է միայնակ դիմակայեն Վաշինգտոնի և Թել Ավիվի առավելագույն ճնշմանը, և վերջաբան, խաղաղություն Եվրոպայի համար, թե կրակ մեզ համար։ Դառը ճշմարտությունն այն է, որ ամեն անգամ, երբ Եվրոպայում խաղաղություն է հաստատվել, Մերձավոր Արևելքում պատերազմի բոցերը բռնկվել են։ Մեծ գործարքը կարող է վերջ տալ ուկրաինական պատերազմին, բայց միևնույն ժամանակ այն կսեղմի մեր տարածաշրջանում սարսափելի ռազմական վերադասավորումների ձգանը, այնտեղ, որտեղ այլևս չկան ոչ S-400-ներ և ոչ էլ Անվտանգության խորհրդի փրկարար վետորները։ Հարց քննարկման համար։ Շատերը կարծում են, որ այս գործարքով Ռուսաստանը ընդմիշտ վաճառում է իր միջազգային հեղինակությունը, բայց հիմնական հարցը հետևյալն է. եթե վաղը առավոտյան հրապարակվի Պուտինի և Թրամփի պաշտոնական համաձայնության լուրը, ձեր կարծիքով մեր տարածաշրջանի ո՞ր մայրաքաղաքը կլինի առաջին քաղաքական անկման ականատեսը՝ Դամասկոսը, Բեյրութը, թե… Ձեր կարծիքը շատ կարևոր է, մի մոռացեք բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք մեր նոր տեսանյութերը։